Թանգարան ինստիտուտը, ինչպես եւ նախորդ տարիներին, մեծ կարևոր ձեռքբերումներ ունեցավ նաեւ այս տարի, դեռևս նախորդ տարվա այս ապրիլի օրերին շատ կարևոր նվիրատվություն ստացանք Սողոմոն Թեհլերյանի ձեռագիր օրագրությունը, որից հետո կարծես նվիրատվությունների շղթա սկսվեց թանգարանում, եթե ուղղակի շեշտեմ մի քանի կարևոր նյութեր, որոնք ստացել էինք, դա ուրեմն շուրջ 59 բնօրինակ լուսանկարներ էին Մուսա Լեռան ինքնապաշտպանության հետ կապված եւ տեղում ինքնապաշտպանության մարտերից անմիջապես հետո եւ ֆրանսիական նավերի օգնությամբ հայերին փրկում էին, ինչպես նաեւ նրանց Պորտսայիդ տեղափոխվելու եւ իրենց կյանքի հետ առաջին դրվագները։ Կարևոր ուրեմն նվիրատվություն ստացանք նաեւ 1920-ական թվականների Ղազիրի որբանոցում գործված գորգ, որը որ շատ լավ պահպանվել էր մեր ամերիկահայ ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանի կողմից, ինչը նույնպես մեր կարևոր ձեռքբերումներից է եւ տարվա ընթացքում նաեւ բավական մեծ թվով օսմաներեն փաստաթղթեր, սեփականության վկայականներ, լուսանկարներ եւ այն ամենը, ինչը որ վերաբերում է Թանգարան ինստիտուտի գործունեությանը։ Ուղղակի այստեղ ցանկանում եմ նշել, որ բացի նմուշներից նախորդ տարվանից Թանգարան ինստիտուտը նոր ուղղություն է գործունեության որդեգրել, դա արխիվային նյութերի հավաքագրումն է եւ այս ուղղությամբ առանց խորանալու թե որ երկրներից են հավաքագրվել նյութերը, ասեմ, որ մոտ 50,000 արխիվային նյութ ենք արդեն կարողացել ձեռք բերել, ինչը խիստ կարևոր է մեր գիտական գործունեության ծավալման, ընդլայնման